Վաշինգտոնի Փյու հետազոտական կենտրոնի կողմից Եվրամիության երկրներում անցկացված հարցման համաձայն Եվրամիության անդամ երկրներում նկատելիորեն նվազել է Եվրոպական միության հանդեպ վստահությունը, անկախ Բրիտանիայում կայանալիք հանրաքվեից։ Ֆրանսիայում Եվրամիությանը դրական են վերաբերվում հարցման ենթարկվածների միայն 38%-ը, սա զգալի անկում է համեմատ 2004-ի 69%-ին։ Իսպանիայում Եվրամիության հանդեպ վստահությունը անկում է ապրել 80-ից 47%-ի։ Այսպիսով, Բրիտանիայում անցկացվելիք հանրաքվեն կարող է վերջինը չլինել։ Ամեն ինչ կախված է, թե ինչ իրավիճակում կհայտնվի Բրիտանիան Եվրամիությունից դուրս գալուց հետո։ Եթե Բրիտանիան հայտնվի ծանր իրավիճակում, ապա դա լուրջ ուղերձ կհանդիսանա մյուսների համար։ Կարևոր է նաև, թե ինչ իրավիճակում կհայտնվի Եվրոպական միությունը, քանզի այն այժմ դիմակայում է տարբեր խնդիրների, եւ Բրիտանիան դրանցից միայն մեկն է։ Օլիվերը հավաստում է, որ Եվրամիությունից Բրիտանիայի ապահարզանը հարթ չի լինելու։ Եվրամիությունը իհարկե կփորձի պատժել Բրիտանիային իր որոշման համար։ Բրիտանիան հավանաբար տնտեսական փոխհատուցմամբ կվճարի իր որոշման դիմաց։ Եթե Բրիտանիայի անջատումը հարթ ընթանա, ապա դրա օրինակին կարող են հետևել նաև մյուս երկրները։ Փյու հետազոտական կենտրոնի հարցումների համաձայն Եվրամիության նկատմամբ դժգոհությունը հիմնականում պայմանավորված է փախստականների ճգնաժամով։ Բրիտանիայի անջատումը կարող է ավելի լարել իրավիճակը։ Ըստ Օլիվերի մի քանի ճգնաժամերի համընկնումը կարող է բերել Եվրամիության գոյության ճգնաժամի։ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Ուիլյամ Հեյգը նախազգուշացրել է, որ Բրիտանիայի անջատումը կարող է շատ ավելի լայն հետևանքներ ունենալ ոչ միայն Եվրամիության վրա, այլ այս քայլը կարող է թուլացնել արևմուտքի դիրքերն աշխարհում։ Մի բան, որից հարկավոր է ամեն գնով խուսափել։ Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։